Աստղիկը քիչ առաջ է վերադարձել Արմավիր քրեակատարողականից, որտեղ հանդիպել է Նարեկի հետ, որտեղ Աստղիկը ոչ միայն Անտիֆեյքի գլխավոր խմբագիրն է, այլև փաստաբան եւ Նարեկի պաշտպան, այնպես ինչպես ես։ Ոնց էր Նարեկը, Աստղիկ։ Բարև ձեզ, ողջունեմ մեզ դիտող մարդկանց, Նարեկը շատ լավ էր, տրամադրությունը լավ էր, տրամադրվածությունը մարտական, բոլոր աջակիցներին, թե ֆինանսական, թե բարոյական, թե այն մարդկանց, ովքեր որ մեզ ուղղակի հեռվից, Հայաստանից, արտասահմանից աջակցություն են հայտնում, բոլորին ջերմ բարևներ էր փոխանցում։ Մենք էլ միանում ենք այդ ջերմ բարևներին։ Այս երկու օրը այնց հետաքրքիր բան եղավ։ Դե Աստղիկը այնպես չի որ շատ հաճախ է եթերում լինում, դե լինում է իհարկե եթերում եւ այն ժամանակ երբ որ առաջի այս քաղաքական հետապնդման սեզոնում էր, վերջի մի քանի թողարկումները դուք եք չէ վարում եւ մարդիկ տեսան, որ երեք դու դες մեր աչքի առաջ էլ, բայց տեսան, թե ոնց կարացար շատ արագ կազմակերպել մի պահ Անտիֆեյքի աշխատողներից ավելի շատ մարդ փակի տակ էին, քան թե ազատության մեջ, բայց հիանալի ամեն ինչ կազմակերպեցիր եւ մարդիկ քո քեզնով էին հետաքրքրվում, մեկն էլ բա ինչ անենք հանգարց Աստղիկին չբռնեն, այս չանեն, այն չանեն։ Բացարձակ իմ խնդիրը չի, այստեղ ով է լիներ իմ փոխարեն նույնը անելու էր, նույնը կազմակերպելու էր, կազմակերպչական մասով իհարկե ես զբաղվել եմ, բայց ամբողջական թիմը աշխատում ու այդ թիմի հիմքերը գցել է Նարեկը ու ոնց տեսնում եք ինքը անազատության մեջ է իր թիմը շարունակում է գործել, հետեւաբար այդ հիմքերը շատ ամուր են։ Իդեպ ես Նարեկին իմ բոլոր կարգավիճակներով, թե որպես ընկեր, թե որպես քավոր, թե որպես պաշտպան, ասեմ, որ իր թիմ բիլդինգի հատկանիշները օրինակելի են, այդ պետքա Քավոր ջան, գլուխդ մի քիչ առաջ վեր խոսալուց։ Ասենց, հա։ Ասեք ինչ անեմ, այ Ասեցի մի քիչ։ Ես որպես նաև այս հարցերով տեխնիկական հարցերով զբաղվող կարգավորեցի։ Всё։ Բայց մի քիչ ցած առաջ կամ էլի, հետո։ Բայց ասում գլուխդ առաջ վեր էլի։ Հասկացա։ Ձենի այդ խշոցը կա։ Մենք ես ասեմ, հա։ Իհարկե մեզ Սամվելը Թադևոսյան ամեն հնարավոր տեխնիկայով ապահովել է, իր շնորհիվ այսօրվա եթերը ուղիղ ռեժիմում հեռարձակվում է, շատ ես էլ իմ անունից եւ Նարեկի անունից, ինչպես որ գրել էր իր հոդվածում, շնորհակալություն հայտնեմ, այսօր ուղիղ եթերում ենք իր շնորհիվ, բայց նաեւ այլ աջակիցներ ունենք, ովքեր որ ասում էին, որ տեխնիկա կտրամադրեն եւ այլն, մենք ասացինք, որ այդ խնդիրը լուծված է, ցավոք սրտի մի փոքրիկ սարքավորում ունենք, որը Հայաստանում ուղղակի չի գտնվել, որը ձայնի այդ դեցիբելները բարձրացնում է։ Դրա հետևանքով է, որ ձեր երկուսի միկրոֆոնները մի քիչ ավելի ցածր է, մենք ձայնը մի քիչ բարձրացրել ենք, մի փոքր խշոց է առաջացել, ի տարբերություն այս միկրոֆոնի, որը մի մոդել ավելի բարձր է ու իմ ձայնում խշոց չկա, բայց ձերում կա։ Մենք պատմել ենք մեր մնացած աջակիցների միջոցով դրսից այդ պակաս սարքավորումները, որոնք Հայաստանում չեն գտնվել, օպերատիվ ձեռք ենք բերելու, իրենք կուղարկեն։ Հաստատ մենք պատմել ենք նաև, որ այս միկրոֆոններից Հայաստանում 3 հատ է եղել եւ 3 հատը իմաստեղ է։ Դե հա։ Իսկ այդ մյուս աջակիցները, որոնք էլի պատրաստական էին, ասենք, որ դուք հələ այդպես մարդ ես էլի, մեկ էլ տեսա գանխուզարկության սրանք էլ տանեն։ Չի բացառվում ոչ մի բան։ Մենք ասել ենք, որ 4 օրինակ ամեն ինչից ունենք պահած։ Նես որ կայեք։ Ադե ով է հավատալու է 4 օրինակ ունենք պահած, չէ։ Միջարից կարծեմ հենց հաղորդման ժամանակ չէ, նորից Սամվելի հետ կապված նշվեց, որ այսօր նաև պատրաստակամություն է հայտնել ժուրնալիստների միությանը շենք տարածք տրամադրել, եթե որովհետև ուզում են տարածքը վերցնել ձեր։ Իդեպ մի հատ շատ կարևոր հանգամանք, քանի որ ինքը հրապարակային գրառումներով հանդես է եկել, այդ հատվածի վրա շատ ուզում եմ ուշադրություն դարձնել, որ խնդիրը ոչ թե գաղափարները ամբողջությամբ կիսել չկիսելու մասին է, այլ Հայաստանում խոսքի ազատության գաղափարը վառ պահելու մասին է խոսքը, այդ շատ կարևոր դիտարկում է եւ չգիտեմ, դա անպայման պետք է շեշտեի, որովհետեւ կարող են մարդիկ համակարծիք լինել Նարեկի ու Վազգենի հետ կամ համակարծիք չլինել, բայց այդտեղ բացարձակ այդ իրանց ոճի խնդիրը չի, հայհոյանքի կամ անպարկեշտ արտահայտության խնդիրը չի, այդտեղ ուղղակի մենք գործ ունենք խոսքի լռեցման հետ, մարդու ազատ կամ արտահայտության լռեցման, խոչընդոտման հետ, առավել եւս, երբ որ դա ասենց տարածվում է ամբողջ մեդիայի վրա։ Ավելի բարձր արժեք ունենք, որի պաշտպանությանը, պահպանությանը շատ շատերը միանում են։
Այն դասական խոսք է, չէ՞, ասում եմ, ձեր հետ համաձայն չեմ, բայց ես ամեն ինչ կանեմ, որ կմեռնեմ ձեր խոսքի ազատության համար։ Դուք ձեր խոսքը արտահայտելու հնարավորություն ունենաք։ Ու առանց ամոթի, ներողություն, առանց ամոթի այդ փայլուն խոսքերը կրկնում այն մարդը, ով հաղորդում է տվել տղեկի վրա։ Դες բանակարգան։ Մի քանի անգամ։ Ամոթ։ Բայց ասպասելի հարցի մարդիկին տանք, որտեղ ինքը դե հաղորդումը հաստատ այն սկզբի մասերը չի նայել, որտեղ Նարեկի մոտ էր։ Նայ, չեմ ուզում ասել կոնկրետով, բայց իրավապահ մարմիններից ինչ-որ կատակ էին անում, ասում են, դե ձեր սաղ տեխնիկան մեր մոտ է, հեսա մենք ենք մտնելու հիմնեմնիմի։ Դու հյուր կգնայր այդ հիմնեմնիմի, Նաստղիկ։ Կարծում եմ չէ։ Բայց նոր էր ասում, որ թող տեսնենք իրանք ինչ են ասում էլի։ Թող ասեն, իրենք թող խոսեն, ով է իրանց լրացնում, թող իրենք իրանց կարծիքը ասեն։ Խոսքի ազատությունից ոչ ենք զրկվում։ Իմ գնալ չգնալը մեր տեխնիկայով թող ոդքասթ վարեն, կարող ենք մեր YouTube-յան ալիքում հեռարձակել, քանի որ մենք խոսքի ազատության պաշտպաններ ենք։ Տեսակ, տղեկ ջան, տեսակ։ Դուք հենց մի հատ ոդքասթը վարեք, մի հատ տեսեք։ Դուք գիտեք հեշտ է, մի հատ եկեք մեր տեղը նստեք, է։ Բայց իրականում դա կատակ էր, մենք սկզբունքային նաև այդտեղ մոտեցում ունենք, որ մեր YouTube-յան ալիքում, մեր կայքում որևէ պրոնիկոլական բան չենք հրապարակում։ Ինչ գիտես օրինակ պրոնիկոլականն է։ Գործողություններն են հուշում դրա մասին, շատ բան չեմ ուզում ասել, բայց ամեն դեպքում մեր սկզբունքներից մենք հետ չենք կանգնելու ոչ մի քայլ։ Շարունակելու ենք նույն գծի մեջ աշխատել, անտիֆեյքի այս 2 օրվա փաստացի դադարեցումը այսօր ժամը 22:00-ից այլևս անցյալում է, շարունակելու ենք նույն ձևով աշխատել, ինչ աշխատել ենք նախկինում, որևէ բան չի փոխվելու։ Եթե կգան այս տեխնիկան էլ կվարեն մի ուրիշ քնչական խումբ ոդքասթով կուզենա զբաղվել, խնդրեմ եկեք տարեք, մեր աջակիցները շատ են, հաստատ ավելի շատ, քան Հայաստանում ԿՊԱ-ականներն են իրանց ամբողջ այդ բանի կազմով։ Այն fake դպիրով ես շատ իմանամ Շնորհակալություն եմ ուզում հայտնեմ Թալինի 100 բաներով։ Շնորհակալություն եմ ուզում հայտնեմ Նունե Միքայելյանին աջակցության համար ու նաև ընթերցեմ Այդ որտեղից ես հայտնում։ Նույն տեղից որտեղից որ մնացած։ Բայց քիչ եմ հայտնում։ Ասա, հա։ Քիչ ես հայտնում։ Չեմ- Ուզում եմ չէի կարդամ նաև իր նամակը կամ կոմենտը։ Ազատություն սիրելի սրբազաններին, Նարեկին ու Վազգենին, շագերտներում Ժոխ Բաստիոնի բոլոր քաղբանտարկյալներին ու Բաքվի մեր ազնվազարմ տղաներին։ Շնորհակալություն հարգելի փաստաբաններին ու անտիֆեյքի ամբողջ թիմին։ Ես եմ շնորհակալ բոլոր աջակիցներին լավ խոսքերի համար եւ միանում եմ նաեւ փաստաբանների մասով հղված շնորհակալությունը։ Ես էլ իմ անունից ձեզ եմ անչափ շնորհակալ, ձեզ պարոն Մելիքյան, ձեզ պարոն Բաբայան, ինչպես նաեւ Վարազդատին Հարությունյան, Կառլոսին Ավակյան, որ այս 2 օրվա ընթացքում միացել եք տղաների պաշտպանությանը եւ ոչ միայն պաշտպանությանը, այլ նաեւ հրապարակային այդ իրանց ձայնը չլռեցնելու սկզբունքը պահում եք ու մեծ գործ եք արել։ Շնորհակալություն մեր թիմի անունից նաեւ ձեզ բոլորիդ։ Մենք ենք շնորհակալ։ Մենք ենք շնորհակալ։ Ամփոփ